Բարև, ես ուզում եմ մի կարևոր բանի մասին խոսել, որի մասին շատ է խոսվում, բայց մեկ-մեկ չափից շատ խոսելն էլ լավ չի, որովհետև մանրամասները կորում են։ Խոսքը այն մասին է, որ Հայաստանի դեմ այսօր ոչ մեկ կետից, ոչ երկու կետից իրականացվում են լուրջ տեղեկատվական, ասենք հիբրիդային, ասենք հարձակումներ, բայց ամեն դեպքում իրենք միշտ ունենում են հոգեբանական կոմպոնենտ։ Եվ ակնհայտ է, որ մեր հասարակությունը հիմա շատ լուրջ հոգեբանական ճնշման տակ է գտնվում օբյեկտիվորեն, որովհետև չբացատրեմ, բոլորս էլ հասկանում ենք ինչու, բայց մեր երկրի հակառակորդները, թշնամիները, մեկ-մեկ նույնիսկ աջակից կողմերը իրենք տարբեր ձևերով փորձում են իրականացնել հոգեբանական ճնշում։ Այդ ճնշումը տվյալ պահին պատմական ունենում է մի քանի կարևոր հետևանք։ Մեկը դա ընդհանուր հանրային ընկճվածությունն է, երկրորդը դա ապագայի հանդեպ այսպես միայն մռայլ պատկերացումները, ու ամենակարևորը դա կամքից զրկվելու երևույթն է, երբ որ ամեն անհատ եւ խմբեր եւ ամբողջ հասարակությունը միասին չի զգում հնարավորություն ինչ-որ բան փոխելու, ինքն իրեն զգում է որպես մի փայտի կտոր բուռն գետի մեջ եւ ընդհանրապես զրկվում է կամքից ինչ-որ բան փոխելու։ Եվ սա, ինչպես հասկանում եք, ամենալուրջ բանն է վատ առումով, որովհետև դու կարող ես ունենալ զենք, բայց հրաժարվել օգտագործել այն, որովհետև մեկը բան չի փոխվի, մեկը արդեն ամեն ինչ ավարտված է, մեկը ամեն ինչ վերջացած է, բայց դա այդպես չի, բնականաբար, բայց հարցն անում է, որ մենակ գլխով մտածել, որ այդպես չի, որ ամեն ինչ կարող է ուրիշ հունով գնալ, ինչ-որ բաներ հնարավոր է շտկել, փոխել, միգուցե ոչ այսօր, ոչ վաղը, միգուցե 20-30 տարի հետո, այս զգացողությունը պետք է լինի ոչ թե գլխի մեջ միայն մարդու, այլ նաև կամքի ձեռքերի, այսպես ասած, ոտքերի մեջ, սրտի մեջ, ու հենց հոգեբանական հարձակումները արվում են նրա համար, որպեսզի այդ կամքը ուղղակի կոտրվի։ Ես հիմա չեմ խորանա, թե ինչ արվում, ոնց արվում, շատ բաներ շատերը գիտեք։ Ես հիմա ուզում եմ ասել, թե ինչ կարող ենք մենք անել որպես անհատ։ Էլի այստեղ կարելի է խոսալ, թե ինչ պետք է անի պետությունը, ինչ որ կազմակերպություններ եւ այլն, բայց դա էլ մի կողմ թողնենք։ Այսօր խոսենք ուղղակի ամեն մեկս որպես անհատ ինչ կարող ենք անել այս ամեն ինչի դեմ պայքարելու, ու էլի չեմ ասի, թե փորձեք չվհատվել, այսպես ձեզ չկորցնել եւ այլն, այս ամեն մեկի խնդիրն է, միգուցե։ Ես ուղղակի զուտ տեխնիկական մի քանի բան ասեմ։ Այս իրավիճակը մենք շատ դեպքերում մեր ձեռքով ենք ստեղծում, այն առումով, որ այդ խայծերը, ժողովրդական լեզվով ասած կուտը, որ տալիս են, մենք վերցնում ենք ու սկսում ենք մեր մեջ դա ոնց որ սերմանել, հələ մի հատ էլ օգնում ենք ուրիշներին տարածելու համար։ Ու այստեղ կա մի քանի շատ պարզ կանոն, որոնք թույլ կտան մեր հասարակության իմունային համակարգը մի քիչ ուժեղացնել։ Այդ կանոնները շատ չեն, բայց կարևոր է այդ բոլորին հետևել։ Կանոնները իհարկե շատ էլ կարող են լինել, բայց ես հիմա խոսում եմ այն բաների մասին, որոնք ուղղակի հեշտ է անել ու հեշտ է չանել, հիմնականում չանելու մասն է խոսքը։ Այդ կանոնները շատ պարզ են, ինչպես ասեցի։ Առաջինը
դա փորձել հնարավորինս կրճատել ներկա իրավիճակում տեղեկատվական աղբյուրների քանակը։ Այն առումով, որ փորձել ուղղակի չհետևել ինչ-որ անհայտ Telegram ալիքների, որոնք դուք չգիտեք ով է վարում, չհետևել ինչ-որ լրիվ անհասկանալի Facebook-յան էջերի, որոնք մի տարի առաջ ինչ-որ հիմար հումորներ էին տարածում, հիմա մեծ աշխարհաքաղաքական վերլուծություններ են մեկը սկսել տարածել եւ այլն։ Իհարկե սա վերաբերում այն մարդկանց, որոնք չեն կարողանում հստակ կողմնորոշվել։ Մարդ կա, որ ստիպված է կարդալ այդ ամեն ինչը, որովհետև պետք է հասկանա ինչա կատարում։ Բայց եթե մարդ զուտ իր համար ուղղակի ուզում է հետևել նորություններին, ու այդ բնականաբար շատ հասկանալի է, ավելի լավ է ընտրել մի 3, 4, 5 մարդավարի նորմալ աղբյուր եւ միայն հետևել դրանց, փակվել։ 20-30 աղբյուրի հետևելով հաստատ դուք ավելի շատ ճիշտ բան չեք ստանա, ավելի շատ սխալ բան կստանաք այդ միանշանակ։ Երկրորդ կանոնը այն է, որ եթե ինչ-որ մի բան ձեզ ուղարկել են, եթե ինչ-որ մի բան կարդացել եք, բայց մի աղբյուրում, մի շտապեք դա տարածել։ Սա ամենավատ բաներից մեկն է, մարդիկ քոս են ընկած, անընդհատ ինչ ստանում են, ուզում են տարածել։ Մարդ կա, որ մոտ արդեն դա պաթոլոգիայի է հասնում, ինքը օրական մի 50 նյութ իր բոլոր ընկերներին ուղարկում է, դա էլ է ինչ-որ նյարդային համակարգը հանգստացնելու ձև, բայց պետք է հասկանաք, որ դուք միգուցե ձերը հանգստացնում եք, բայց ուրիշներին հակառակը վատ առումով գրգռում եք։ Այնպես որ փորձեք հնարավորինս հեռու մնալ այդ share-ի կոճակից կամ forward-ի, եթե WhatsApp-ում կամ Telegram-ում, մինչև որ 2-3 վստահելի աղբյուրի մեջ չգտնեք այդ նույն նորությունը։ Երրորդը դա ընդհանրապես մի քիչ այսպես դժվար բացատրելի բան է, բայց խուսափեք ձեր դառները ուրիշի ուսերի վրա դնելու այդ սադոմազոխիստական չարտահայտված, բայց ցանկությունից։ Տեսեք, մարդ տեսնում է, որ ինչ-որ վատ բան ա եղել, ու մեծ հաշվով գիտի, որ բոլորն էլ տեսել են նորություններով, հա, այնց բան չի, որ ինչ-որ տենց գնացել է, եսիմ ինչ-որ արաբերեն ա կարդացել ու մենակ այդ ուրիշ հարց, եթե դու գտել ես ինչ-որ մի հատ փախած աղբյուրում մի բան եւ ուզում ես կիսվել ու հաստատ գիտես, որ ճիշտ է, այդ հասկացանք, բայց եթե ինչ-որ մի բան ա եղել, որ բոլորս գիտենք, դա վերցնել, տեղադրել ու մի հատ էլ գրել հողերը գլխներից կամ ողբամ քեզ հայ ժողովուրդ եւ այլն, ինչը դա իրականում մարդ այդ պահին շատ պարզ ու հասկանալի բան է անում, փորձում է մի քիչ թեթևացնել իր ցավը, բայց ոնց է ինքը դա անում, ինքը դա անում է շատ պարզ էգոիստաբար ձևով, ինքը ցավը վերցնում է ուրիշների իր ընկերների ուսերին է դնում, մի հատ էլ տենց վերևից էլ մի հատ տենց լավ ծանրացնում է, ու հաստատի ստացվում է, որ այդ ընկճվածությունը դուք դուրս եք հանում ձեր մեջից, թեթևացնելով միգուցե եւ ձեր վիճակը, բայց մի այլ ձևի ծանրացնում եք ընդհանուր մթնոլորտը։ Այս շատ բարդ թեմա է, ես հասկանում եմ, բայց կարելի է փորձել գոնե մի քիչ նվազեցնել այդ ինքնախարազանումը, այդ ապոկալիպտիկ հայտարարությունները, որ ամեն ինչ վերջացել է, եթե իսկապես համարում եք, որ ամենի վերջն է եկել, ուղղակի բացեք պատմական գրքերը, նայեք հայերի վիճակը 1915 թվին, 1918, 19 թվականին ու հասկանաք, որ մենք շատերս, իհարկե շատերի հիմա ճակատագիրը շատ նման է այդ ժամանակվա նույն արցախցիների, բայց Երևանում նստած մարդը այդքան ողբերգական իրանք չունի ընկալել իր կյանքը, հաշվի առնելով, որ շատ ավելի վատ իրավիճակներ են եղել Հայաստանի պատմության մեջ,
վաղ անցյալում ու պետք է միշտ մտքում պահել, որ այդ վիճակում մարդիկ կարողացել են հաղթահարել ներքին այդ կամազուրկ լինելը, երկիր են կառուցել, ու մենք էլ պետք է տենց անենք, ուրիշ տարբերակ չկա, եթե տենց ցանկություն կա մի բուռ հող լցնելու գլխին, չարժի դա ուրիշների վրա տարածել, ավելի լավ է ինչ-որ մեկին անհատապես խնդրել, օգնել, բացվել, այսպես ասած, միշտ կա մարդ, որը կարող է լսել, բայց չարժի դա դարձնել հանրային երևույթ, որովհետև երբ որ 100,000 հոգի այդ նույնը անում, մենք ընկնում ենք այս իրավիճակի մեջ։ Էլի եմ ասում, սա մի քիչ բարդ է սենց ասել, բայց տակ տեղից չեմ ասում, չէ, նայես չի, որ ես էլ ինչ-որ Լյուքսեմբուրգում սիգար ծխելով եմ այս ամեն ինչ ասում, այնպես որ կարելի է փորձել մի քիչ նվազեցնել այդ իրավիճակը ու այստեղ նաև իհարկե մենք գալիս ենք այդ հաջորդ կետին, որ այդ անընդհատ առաջինը այդ ինքնախարազանումը եւ անընդհատ մեղքը քո վրա վերցնելը դա էլ լավ երևույթ չի, ընդհանրապես դա կառավարվող հասարակություն ստեղծելու հնարավորությունից մեկն է։ Այսինքն, երբ որ ամեն մեկը սկսում է մտածել, որ ինքն է մեղավոր, դա այն մյուս բանը հակառակն է, հա, մեկը կա, որ սախ մեղքերը գցում է ուրիշների վրա, դա էլ լավ չի։ Բայց եթե մարդ անընդհատ sense դոշին հարվածելով ասում է, որ ես եմ մեղավոր, այդ մարդուն դարձնում են շատ հասարակության ոչ ակտիվ անդամ։ Եվ իհարկե շատ կարևոր է նաև հաջորդ կետը դադարել հակառակորդի թշնամու քարոզչությունը, հայտարարությունները բերել մեր տեղեկատվական դաշտ։ Կապ չունի թե դուք ոնց եք մեկնաբան։ Երբ որ դուք ինչ-որ screenshot եք անում, այդ լավագույն ամենավատ տարբերակը, երբ որ վերցնում են օրինակ ինչ-որ Baku TV-ին ու share են անում Facebook-ում լինի թե Twitter-ում ու ասում են հələ այս սրանց նայեք դες տականքներին եւ այլն, բայց այդ share անելով դուք իրանց օգնում եք ավելի տեսանելի լինել, որովհետեւ սոցցանցերը ինչքան ավելի share-ը արված նյութեր, քան ավելի շատ մարդու ցույց տալի։ Առաջինը սկսենք այդ ավելի լավ տարբերակը, երբ որ screenshot են անում, բայց այդ դեպքում մենք մեկը բերում ենք այդ բովանդակությունը ներս։ Հիմա եթե դուք գրում եք, որ սրանց դեմը պետք է առնել ու զենց զուտ որպես օթին առաջարկ։ Ձեր գրածը չեն կարդում մարդիկ նայում են ինչ եք բերել ու հաստատի թշնամական ապատեղեկատվությունը բերում լցնում եք ստեղ ապատեղեկատվությունը հեչ ինքը վաղը չեմսուրը կհերքվի, բայց դուք բերում եք հատուկ մշակված, այսպես թիրախային հոգեբանական ինչ որ մեսեջներ հատուկ մեր դեմ աշխատող ու բերում լցնում եք հենց ձեր ձեռքով մեր տեղեկատվական դաշտ ու դարձնում եք դա այն ինչ որ իրանք ուզում էին, այսինքն փաստացի դուք իրանք գործն եք անում, տարածում եք թշնամական կարողությունը մեր ներքին շուկայում, ճակերտներով ասած։ Դրա համար մեծ հաշվով այս ամենը պետք է անել շատ դոզավորված։ Տարածելը պետք է անել այն դեպքում, երբ որ դուք տեսնում եք, որ դրանով ինչ-որ հարց կարող եք լուծել։ Ամենալավ տարբերակը, եթե դուք այսպես ձեր սիրտը պայթում է, ուզում եք մի բան արածելնեք, ուղղակի գտեք, իսկ Հայաստան դա դժվար չի գտնել, առնվազն հաստատ ձեր ընկերները կամ ընկերոջ ընկերը կիմանա, մի խումբ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում բազմաթիվ հայկական խմբեր կան, որոնք փորձում են իրականացնել այդ տեղեկատվական գրոհներ, հակագրոհներ եւ այլն։ Այսինքն, եթե դուք ուզում եք օգնած լինել ինչ որ մի բան անել տեղեկատվական դաշտում, ավելի լավ է դա անել կազմակերպված խմբերով, ոչ թե ուղղակի այսպես ստատուս գրել օդը տատանելու համար զուտ ձեր էներգիան էլ կգնա ինչ որ մի կարևոր բանի վրա, հա, ինչ որ
նամակ տարածել, ինչ-որ բան report անել, փակել եւ այլն։ Այնպես որ եթե ցանկություն կա ինչ-որ բան անելու, ավելի լավ է դա անել ուղղորդված խմբերի միջոցով եւ մեծ հաշվով վերջում էլ ավելացնեմ, օրինակ կարճ օրինակ բերեմ։ Տեսեք, ադրբեջանցիք մտնում են Google-ում, փոխում են հայկական ինչ-որ հրապարակը դնում են, ես ինչ-որ Ադրբեջանի հրապարակ բան, ու տեսնում ես հարյուրավոր մարդիկ այդ screenshot են անում, դնում են ու մեկը գրում է սրա դեմ առնող ով ալնելու կամ էլի ողբամաս քեզ հայ ժողովուրդ դու ես իմ ես դեն բայց իրականում եթե մարդ գոնե ծախսեր այդ ժամանակն ու երանդը որ ծախսել այդ screenshot անել տեղադրելու վրա, այսինքն 1.5 րոպե եւ Google-ում որոներ, թե Google-ի քարտեզներում կամ Yandex-ի քարտեզներում ոնց կարելի է այդ վանդալիզմը, որ անում են ադրբեջանցիք շտկել, ապա կարելի է տեսնել, որ այդ ադրբեջանցիք կախարդական ձևերով չեն անում։ Իմջալց էդ էլ մի կարևոր բան է, որ ինչ ուզում ասում են ադրբեջանցիք առել են Google-ին։ Էս էլ սենց էլ մենք ուժ չունենք։ Եվ իրականում շատ པարզ ձևով են անում, մտնում են նույն տեղը, ենթարենք 1000 հոգով եւ առաջարկում են փոփոխություն։ Խմբագրում են Google-ի քարտեզը, որտեղ քարտեզը ուղղակի հենց այդպես է ստեղծած, այսինքն ինքը հիմնված է մարդկային խմբագրումների վրա, որովհետև Google-ը չի կարող ամեն տեղ խցկվի ու գտնի թե այդտեղ ինչ խանութ կա եւ այլն, ասում է դուք ուղարկեք, եթե շատ մարդ առաջարկի, մենք կտեղադրենք։ Բայց նույն ձևի կարելի է հեռացնել, եթե շատ մարդ բողոքի, դա կարելի է հեռացնել ու էլի բերել նորմալ տեսքի։ Ու դրա համար այդ երանդը նեգատիվի վրա ուղղակի էս ողբամաս քեզ հայ ժողովուրդ ասելով կարելի է ուղղակի նայել Google-ել տեսնել որ կարելի է շտկել ու գնալ այդ ժամանակը ծախսել այդ ուղղելու վրա։ Իսկ եթե այն հարցն է, որը դու անձամբ չգիտես ոնց անել, էլի գալիս ենք նախորդ կետին, գտնել այն խմբեր, ու այդ խմբերը քիչ չեն, որտեղ մարդիկ ինքնակազմակերպվում են եւ փորձում են դեմն առնել այս մեր թշնամիների տարբեր ոտնձգություններին տեղեկատվական ոլորտում։ Մի քիչ խառը ստացվեց, բայց հուսամ միտքս տեղ հասավ։ Շնորհակալություն։